Ինչպես եկաք Հայաստան, որոշման հիմքը որն էր։ Մենք տեղափոխվել ենք շատ տեղեդեղ, նախ Բեյրութ, անշուշտ Բեյրութ մեծացել ենք, ես եւ ամուսինս նույն դպրոցից, նույն միջավայրից, հետո փոխադրվել ենք Ամերիկա 87-ին, ամուսնացանք, փոխադրվեցանք, մեր ուսումը հոն շարունակեցինք, սկսանք աշխատելու եւ ուսումը ավարտել է վերջ, որոշեցինք նաև Իսպանիա երթալ, փոխադրվեցանք Իսպանիա, մեր տղաքը, 3 առաջին տղաքը ծնան եւ այդ վերջ երբ սկսան տղաքը մեծանալ եւ դպրոցի տարիք հասան, սկսանք մտահոգվել, թե Իսպանիա մեջ ինչպես պիտի մեծանան եւ ինչպես հայ պիտի մեծացնենք։ Միակ տարբերակը Ամերիկա երթալը Լոս Անջելես, այդտեն Բեյրութի տակավին խառներ 92 քեն 94 95 եւ որոշեցինք Լոս Անջելես փոխադրվել։ Շատ դժվար որոշում էր, մանավանդ Լոս Անջելեսը ընտրեցինք, որտեղ երկրորդական դպրոցներ ունեն հայկական եւ հույսով գնացինք, որ այդտեղ կմնանք։ Բայց տարիներու ընթացքին Լոս Անջելես 97-ին մինչև 2004 անդրադարձանք, որ մեր տեղը չէր, մեր հարմար չէր մեզի, իբրև ընտանիք հայ մեծացնելու բավական դժվար է, դպրոցերում մեջ հայերեն լեզուն պահպանելը, պայքարելը, անընդհատ պայքար էր եւ առաջին անգամ լալով 97-ին Հայաստան եկել էի, արդեն սկսել էին որոշ աշխատանք դպրոցական ինտերնետային աշխատանք, Սփյուռքի դպրոցները Հայաստանի դպրոցներուն հետ կապել, այդ ծրագրով արդեն սկսել էի աշխատել եւ առաջի անգամ քալեվերջ, երկրորդ անգամ քալեվերջ արդեն մտածեցինք բնակարան քնել այստեղ եւ երեխաներուն հետ ամեն տարի ամառները ամեն տարի գուքայինք եւ բնականաբար երբ արիթը ստեղծվեցավ Հայաստան գործ իմ ամուսնու համար գործ գտնել այոս շատ արագ այոսին թե իր ոլորտի մեջ չէր, բայց արդեն որոշումը կայացրինք, որ Հայաստան պետք է փոխադրվենք։ Դա որ թվական էր 2004 Այլ է Հայաստանը զբոսաշրջիկի աչքով, այլ է երբ արդեն մշտական բնակություն ես հաստատում այստեղ, ինչ դժվարությունների հանդիպեցիք։ Անկեղծաբար ասեմ դժվարություններով չհանդիպեցանք, որովհետև քիչը պիտի ասեք բախտավոր ենք, քիչը թերևս որոշ մարդոց աչքով չբացած ենք, չեմ գիտեր։ Նախ լավ ուսում ունեինք երկուքս ալ, թե ամուսինս լավ ուսանած, MIT ավարտած, բավական բարձր պաշտոններ ստացած, գործի առումով բավական հեշտ էր։ Ինձ համար թեև ես հոս գործ չունեի, բայց արդեն մի տարի վերջ, արդեն այս դոմոյի գործը ստացվեց եւ 8 տարի է այստեղ աշխատում եւ բնականաբար չեմ ալ կասկած էր, որ գործ չէի գտներ։ Միշտ գործի դժվարություն չեն ունեցել։ Թերևս մեր background-ին պատճառով է, չեմ գիտեր, կամ մեր ճարպիկության, կամ մեր պատասխանատվություն գրելու, պատասխանատու գործեր առնելու չվախնալու թերևս, կամ մեր լիբանանյան բնավորությունն է, չեմ գիտեր, բայց դժվար չէր, անգեղծաբար դժվար չէր, ոչ կասկած չունեինք, որ անկորձ կմնայինք, կամ եկանք առանց, չէ, ամուսինս գործ ուներ, բայց եկանք, նույնիսկ Ամերիկա գնացինք, Իսպանիային Ամերիկա փոխադրվեցանք անկորձ, բայց հաջորդ ամիսը արդեն աշխատում։ Եթե փորձ ունես, եթե համարձակ ես, եթե գաղափար ունես եւ եթե քաշես, կարծեմ աշխ լեզուալ գիտենք, անգլերեն, ամեն լիբանահայ նման բավական լեզուներ դերապետում ենք, այդ մեկն օգտակար է, այդպես որ դժվար չեղավ։ Ուզում եմ անդրադառնանք Թումոյի ստեղծմանը, ում գաղափարն էր սա։ Պարոն Սամ Սիմոնյանի եւ իր կնոջ գաղափարն էր, վաղուց, ինչպես էսի, վաղուց իրենք Հայաստան եկել էր, մանավանդ Սամը եկել էր 77-ին եւ շատ սիրել էր Հայաստանը եւ տպավորվել էր եւ ինքը IT ոլորտի մեջ հաջողած ընկերություն հիմնել է Ամերիկայում
եւ իր երազը Հայաստանի մեջ նույնանման պայմանները ստեղծել Հայաստանի երիտասարդության համար եւ օգնել որ IT միջոցով իրենք հաջող ապակա ունենան եւ հաջողին իրենց կյանքերում մեջ ինչպես որ ինքը հաջողել է Բեյրութեն Ամերիկայի հետ գնաց եւ այդտեղը ուսումը ստացավ եւ իր անձնական ընկերությունը բացավ եւ հաջողացավ Որ տարիքային խմբին եք ընդգրկում Թումոյում մենք ինչ դասեր ցած տարիք է բայց որոշ տարիքը ավելի ցածր դժվար է որովհետեւ վերջ-վերջո դասընթացներ կան եւ հետեւողական աշխատանք կա 12-ը համարում ենք որ ճիշտ տարիքն է 12-ին մինչև 18-ը հիմա արդեն սկսել ենք մտածել 18-ին 25 տարեկանի հարմար պայմանները ստեղծենք դերևս ավելի ուշ ժամերով եւ մանավանդ ծրագրավորման ուղղությամբ բայց 12-ին 18-ը ինչու որտեղ այդ տարիքն է ուր երբ կրնաս բավական աստեցություն ունենալ իրենց մտածելակերպի մեջ իրենց ընդհանուր զարգացման վրա իրենց ճաշակին իրենց գիտելիքներուն եւ ունենան ծարավ այդ տարիքին շատ ավելի թյուրին է քան գազմաված կամ արդեն հասունացած երիտասարդը չէ Այո Իսկ ինչ տրամադրությամբ են հաճախում ձեզ մոտ դասախոսները ինչպես են ընտրվում արդյոք արտասահմանից հրավիրված դասախոսներ կան ունենք 3 տեսակ ունենք նախ 2 տեսակ դասընթացներ մի հատը on-line դասընթացն է որ մենք պատրաստում ենք բովանդակությունը եւ մեծ դեր կխաղա եւ պիտի խաղա թեև դժվար բաժինն է որովհետեւ կսորվեցնի աշակերտին ինքնուրույն սորվի հեշտ աշխատանք չէ դժվար է որովհետեւ վերջ-վերջո խրախուսող շատ գործողներ չկան դու պիտի հասուն լաս եւ պիտի ուզես ուսանել եւ պիտի ուզես շարունակել եւ պիտի ուզես դիմանալ եւ շատ արագ արդյունքներու չհասնել այլ ամեն օր կամած հարաճանալ այդ մեկը դժվար բաժինն է եւ բավական հրաշքիմում կարողությամբ բայց ատոր կողքին 50%-ը workshop ասված աշխատանք ունենք, ուր խմբային աշխատանք է եւ ունենք 2 տեսակ մասնակիցներ։ Ունենք մասնակիցներ, որոնք Հայաստան կամ օտարեն Հայաստան կապրին կամ սփյուռքահայեր Հայաստան կապրին եւ իրենք ուսանած են դուրսի եւ իրենք դասավանդեն կամ հայաստանցի մասնակիցներ։ Նաեւ ունենք հրավիրված մասնակիցներ բավական բարձր տիպով ամսական քոնե 2-ին 3 հոգի որոնք իրենք բավական բարձր մասնակիցներ են իրենց ջուրերու մեջ եւ որոնք կուքան մեր հրավերով մենք իրենց կվճարենք իրենց տեղափոխությունը եւ իրենց ստեցությունը եւ իրենք իրենց ժամանակը մեզ կտրամադրեն անվճար այդ մեկը շատ եւ երթալեն ավելի ու ավելի ունենք թիմումներ գիտնալով որ իրենք անվճար գալիս են իրենք շատ գոհ են այդ մասնակցելու այս աշխատանքի մեջ մեր եւ իրենց բաժինը մեզ տալու աշակերտներուն անշուշտ օրինակ ունենք այսօր շաբաթօր բացումը դիտելա 2 մասնակիցներով որոնք ժուրնալիստ ֆոտոգրաֆերներ են մեկը Scout Թուֆանկյանը որ Օբամայի կամպեյնի լուսանկարիչները մեկը եղած է նշանավոր եւ որու նկարը ամենաշատ թվիթ եղած ֆոտոն է Օբամայի եւ ընդհանրապես աշխարհի ամենաշատ թվիթ եղած ֆոտոն պատկերացրեք հայ մնե հայ աղջիկ մնե Scout անունով եւ մյուս ֆոտոգրաֆեր Էրիկ անունով փասարիկ լուսանկարիչ է ժուրնալիստ որոնք եկան եւ մեկ ամիս երեխաներուն հետ աշխատեցան եւ իրենց սովորեցուցին լավ նկարահանել եւ Scout-ն Էրիկն պատրաստ են աշնան նորից գալ նույն պայմաններով եւ նորից շարունակել որովհետեւ այդ խումբին հետ որ աշխատեցան հաջորդ մակարդակին բարձրացնեն իրենց որ ունակություններն եք հաշվի առնում երբ ընդունում եք ոչ մեկ ունակություն որովհետեւ 12 տարեկանին տակավին
խմորը շատ չէ կազմված, չէ։ Ցանկությունը բավական է։ Այո, շատ կարևոր է որ բոլորին արիթ տալ նաև։ Այո, շատ ավելի հեշտ կլար, որ ամենը լավերը ընդունենք միան, չէ։ Այդտեղն ընդրություն հրած կլայնք, սատողություն հրած կլայնք։ Իսկ եթե 12 տարեկան երեխային արիթը տալ եւ գտնել իր ուժեղկետերը եւ այդ ուղղությամբ աշխատել իր հետ շատ ավելի լավ արդյունք կտա եւ հավանաբար, որովհետեւ շատ մեծ թիվերով աշխատում ենք 5000, 6000 աշակերտ լավերը ավելի լավանալու են, միջակները ավելի լավանալու են, տկարները բարձրանալու են եւ այսպես ամբողջ ընդհանուր խաղը կարող ենք հարաճացնել եւ ոչ թե միան լավագույնները։ Իսկ առաջադիմություն ցուցաբերող աշակերտներին ինչ հեռանկարներ է խոստանում Թումոն։ Արդյոք հնարավորություն ունենում են մասնակցել միջազգային մրցույթների։ Այո, որքանով է մասնակից միջազգային IT ոլորտի կյանքին։ Տակավին կանուխ է այդ երկրորդ տարին տակավին չենք ավարտած, տակավին մի քիչ կանուխ է այդ ուղղությամբ, որովհետև վերջ-վերջո իրենք դպրոցի ժամերեն վերջ այստեղ գալիս են եւ շաբաթական 2-4 ժամ, 6 ժամ, որ համեմատաբար քիչ է, բայց հիմա փորձում ենք մենք այդ օղակը, cycle-ը փակել եւ գտնել լուծումներ, որպեսզի իրենց երկրորդական կրթությունը նաեւ Հայաստանում բարձր մակարդակի ստանան, ուրեմն աշխատում ենք կապերը ստեղծել համալսարաններու հետ եվրոպական եւ ամերիկյան, որպեսզի իրենց ջուրերը կարողանանք հաստատել Հայաստանում։ Այս տարի առաջի համալսարանը ֆրանսիական համալսարան է, Ֆրանսիայից Անգուլեմից, որ գալիս է animation-ի համալսարան, որպեսզի առաջի քայլերը առնենք այդ ուղղությամբ եւ տեսնենք, եթե կարող ենք փոքր animation-ի համալսարանը ստեղծել Հայաստան Թումոյի շրջապատի մեջ, որ տալու է ֆրանսիական դիպլոմա։ Եվ այդ ուղղությամբ մնացած դպրոցներու համալսարաններու հետ նույն ուղղությամբ ծրագրավորման, խաղի մշակման, animation-ի եւ web design-ի եւ digital media-ի film school-ի հետ։ Տիկին Մարի, ինչպես կբնորոշեք Հայաստանում IT ոլորտը, քանի որ տարբեր կարծիքներ կան այս հարցի շուրջ, ոմանք պնդում են, գտնում են, որ շատ թույլ է զարգացած մեր երկրում IT ոլորտը, ոմանք ավելին, որ մենք շատ առաջ ենք գնում։ Ձեր բնորոշումը ինչպիսին է։ Լավ, այսպես ասեմ, չեմ գիտեմ, եթե թույլ է թե ոչ, բայց ավելի պահանջ կա, քան ունենք ծրագրավորողներ կամ մասնակիցներ եւ կարիքը կա շատ արագ մեծ քայլերով շատ արագ հարաճանալ եւ հիմքը ուժեղացնել եւ արտադրել այս ուղղությամբ մասնակիցներ շատ նորություններով միայն ծրագրավորող չէ, այլ մասնակետ ֆիլմի, մասնակետ ցայնի, մասնակետ 3D դիզայնի, մասնակետ 2D դիզայնի, ճարտարապետներ, որոնք ավելի հեշտ օգտագործում են IT-ն, ամեն տեղ կարիքը կա, եւ որպեսզի կարողանանք Հայաստանի մարդուժը Հայաստան բահել, ամենալավ, չսեմ ամենաթյուրին, բայց ամենաքիչ resource պահանջող մասնակցություններն են, որոնց միջոցով կարող է մասնակետը ապրիլ Հայաստանում աշխատել, լավ salary ունենալ, լավ աշխատավարձ ունենալ եւ կարողանալ շատ լավ ապրել եւ մնալ Հայաստանում։ Բայց այսօր շատ լավ հայ մասնակիցներ գտնվում են արտասահմանում։ Գիտության ոլորտի գնաց այլևս, բայց հետաքրքիր է, որ շատերը վերադառնում են, շատերը չսեմ, բայց վերադարձող կա եւ նոր սերունդ մգա, որ Հայաստան կվերադառնա։ Օրինակ մենք ունենք 2 հոգի, որոնք մեծացել են Հայաստանցի, մեծացել են Եվրոպայում կամ Ամերիկայում եւ վերադարձել են Հայաստան ապրելու։ Եվ իրենց ծնողները գնացել են
եւ ապրել են եվրոպական Ամերիկա, բայց իրենք որոշել են վերադառնալ։ Եվ իրենք վերադարձել են, ամուսնացել են երիտասարդ։ Այո, 2 կամ 3 ունենք արդեն զույգեր։ Այո, որ շատ քաջալերական է մեր կարծիքով։ Իմ ընտանիք շարունակին մեր տղաքը միշտ ասում են պիտի վերադառնան։ Ուսումը ստանալը վերջ պիտի վերադառնան Հայաստան։ Ըստ ձեզ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը դեպի որտեղ է տանում աշխարհը։ Ավելի լավ։ Մեզանից կախյալ է ամեն ինչ ինչպես կօգտագործես, կրնաս լավ ձևով կամ վատ ձևով օգտագործել։ Կարծեմ մեզանից կախյալ է ոնց օգտագործել։ Ինտերնետը շատ լավ կողմեր ունի, բացառիկ եւ կարող է շատ վատալ արդյունքներ ունենալ։ Կախյալ է քո օգտագործում եք եւ քո խեղճեք եւ քո վարվելակերպել կարծեմ կամ քո արժեքներ։ Մենք տան մեջ օրինակ երբեք չենք արգելած եւ երբեք ընդհանրակը եւ այդ ազատությունը եւ այդ լայնամտությունը ավելի հավասարակշռված անձեր կազմում է կարծեմ առանց վախենալու ուզենք չուզենք այս ոլորտը ընթացքում է եւ սկսել է չենք կարող ոչ վախենալ, ոչ հետ մնալ, ոչ չկորզածել։ Միևնույն ժամանակ վիրտուալ աշխարհը նաև մարդկային կենդանի փոխհարաբերությունների վրա իր ազդեցությունը իր կնիքն ունի։ Դուք ինչպես եք նայում այս հարցին։ Միշտ ասում եմ, ես կարծեմ ընդհակառակը ամեն սերունդ իր անշուշտ հարաճակնություն ունի եւ իր պայմաններ ունի։ Միշտ մտածում եմ, երբ որ առաջին անգամ հեռախոսը ստեղծվեց, հավանաբար մարդիկ ասում էին փոխանակ իրար դեմ նստեն եւ խոսեն, հիմա հեռախոսով են խոսում, չէ՞, բայց հարցը նույնիսկ չի դրվում այլևս, որ մենք հեռախոսով իրար հետ խոսում ենք։ Կարող է նույնիսկ հարաբերություններ շատ ավելի խորհուրդ հարաբերություններ ստեղծվում են վիրտուալ, բայց այդ միջոցով։ Մենք օրինակ ես մեր տղոց հետ շատ ավելի հանգիստ հարաբերություն ունենք Skype-ով, մոտավորապես առօրյա եւ SMS-ներով եւ շատ ուրախ եմ, որ ես կարող եմ իրեն տեսնել, իր հետ խոսել, նույնիսկ բարևսելու համար, քան առաջ, երբ նամակ պիտի գրեի, նամակը պիտի հասներ, նամակին պիտի պատասխաներ կամ չպատասխաներ եւ ամիսներով կարող է տեղյակ չլայր, թե ինքը ինչ էր անում։ Ես այսօր ամեն օր տեղյակ եմ, ինչ է գերել, ուր է կացել, ինչ է ամեն ձևով իմ երեխաներուս մասին, որոնք հերու են։ Ես չեմ գիտեր, ես կսիրեմ։ Քանի ժամ եք աշխատում օրական։ Շատ։ Չեմ ասում 24, բայց մոտավորապես կյանքս ամբողջ թումո է։ Առավոտվանից մինչև 9-10 եւ շաբաթ վերջերը պատասխանատվություն է, այնպես չէ որ գործ չի, մանավանդ Հայաստանի մեջ, մանավանդ հայրենիքի, երբ որ բամը պիտի լինես, ամենալավը պիտի լինես, իրավունք չունես, ոչ մի խնայողություն անել կամ ասել այս գործը չեմ անելու կամ վաղ անելու է, շատ հաճախ ընտանեկան շատ մտաներ զոհում ենք, բայց տղակնալ կհասկանան եւ ընդունել են։ Հասցնում եք ճաշ պատրաստել, հետո ասում են որ ճաշ չէ պատրաստում, այո, պատրաստում ենք, բայց ժամը 11-12-ին ուտում ենք գիշերը։ Այո, եւ միշտ նստում ենք, ուտում ենք, ճաշ պատրաստում ենք, բայց ուշացած։ Վիրտուալ չի լինում ճաշ պատրաստել։ Չէ, եւ իրար միշտ ընտանեկան ճաշ ընթրիկը միշտ նստում ենք միասին ուտում ենք, այո։ Եվ ոչ թե տակացնելով եւ թրսից, չէ։ Եփում ենք ուտում ենք, այո։ Հայաստանում գուցե բացառիկ, գուցե ոմանք կնյատեն արտառոց երևույթ է, երբ կինը IT ոլորտի պրոֆեսիոնալ է, մասնագետ է։ Ձեզ ինչպես ընդունեցին։ Ինչ արձագանքներ եղան Հայաստանում, հայաստանյան իրականության մեջ։ Ընդհանրապես հայաստանյան իրականության մեջ իբրև գին դժվար է, բայց ժամանակը կփաստ է եւ միշտ կպատմեմ, որ շինարարության մեջ ավելի դժվար է, քան IT մեջ, IT մեջ ավելի գին կա, քան շինարարության մեջ։ Շինարարության աշխատանք կազմակերպել եւ ղեկավարելը ամենադժվարը
ամենադժվարն է, որ կինը անում է, որովհետև նախ կարծում եմ, որ չի հասկանում, հետո ոնց կինը, ինչպես կինը հրաման պիտի տա կամ պիտի կառավարե կամ պիտի պահանջե տղամարդը։ Բայց ժամանակի ընթացքին անդրադարձա, որ կարողացա հարկանք պարտադրել գիտելիքներով եւ սկզբունքներով եւ նույնիսկ պահ եկավ, որ անդրադարձա նույնիսկ մորցան որ կինը եւ հավասարապես հարկանքով անշուշտ կաշխատենք առանց նկատի առնելու, որ կին կամ տղամարդ են տարբերություն չաներ եւ ամենամեծ հաղթանակն էր կարծես շատ ուրախ էի, որ կարողացա հարկանք պարտադրել, որովհետև ինքնավստահ եմ, որովհետև աշխատասեր եմ, որովհետև գիտելիքներս բավարար են, անշուշտ շինարարության մեջ ամեն օր սովորելու բան կա, ինչպես որ IT-ի մեջ, չսելով, որ ես ամեն ինչ գիտեմ եւ ես ամենալավն եմ, ընդհակառակը լալով համեստ եւ քաչ հաջողեցա եւ այսօր բոլորն էլ կարծ են, բոլորն էլ այդ հարկանքով եւ այդ դժվարությունը արդեն հաղթահարեցին, որ ես կին եմ եւ այլևս փյուր կայքի։ Այո, առաջի օրերը շատ պատահել է, որ ես խոսիմ, ինձ չնային քովի ովևէ մեկուն, որ տղամարդ է, այդ տղամարդուն նային եւ այդ իր հետ խոսեն, չուզեն նույնիսկ իմ աչքերու մեջ նային։ Բայց կամաց հաղթեցի։ Իսկ դա նաեւ սփյուռքահայ լինելու հանգամանքն էր արդյոք։ Չէ, սկիզբը միայն լեզվական հարցն է։ Իբրև սփյուռքահայ դժվարություններ չունեցաք։ Չէ, անշուշտ քիչ, շատ քիչ, որ բայց ժամանակի ընթացքին այդ ալ արդեն մոռացվում է։ Քանի որ մեր զրույցը կարդալու եմ հիմնականում Լիբանանում, վերջին հարցը։ Լիբանանում լիբանանահայերի համար ունեք ծրագրեր, կան ծրագրեր IT ոլորտի հետ կապված։ Ոչ տակավին մի անգամ EGB-ուն մոտեցել էր եւ ասել էր, որ Անտիլիասի մեջ ուզում են փոքր թումո հիմնել։ Հույսով եմ, որ օրը իրականանա այո։ Բայց ատկեզատ հիմա Հայաստանի մեջ տարածվել է եւ աստեցություն ունենալը մեր հաջորդ ծրագիրը Ղարաբաղ է, արդեն Դիլիջանի մեջ փոքր թումո ունենք եւ 1-2 ուրիշ կենտրոնական, ասենք, հանգույցներու մեջ կարողանալ նաեւ թումոյի աշխատանքը կազմակերպել եւ այդպես կարողանալ Երևանին դուրս այդ աստեցությունը ունենալ եւ այդ օգուտը բերել հաջող գլա։ Արկեվերջ, եթե նաեւ Մոսկվա կամ Ռուսաստան մի քանի անգամներ եղել են բարերարներ, որոնք մոտեցել են եւ ուզել են նույնադիպ բան ստեղծել։ Անշուշտ, օրինակ այս Հայաստանի բարակային անվճար է թումոն։ Ուրիշ տեղերու բարակային չեմ գիտեր ինչպես կլան պայմանները կամ ինչու։ Հոս մենք ունենք նպատակ եւ կուզենք նպատակին հասնել եւ կուզենք շատ արագ նույնիսկ հարաճացնել ամբողջ նոր սերունդը։ Դիպարանի բարակային կամ ուրիշ տեղերու բարակային այդ նույն դժվարությունները չի կան, նույն կարիքները չկան, բայց անշուշտ կարիքը կա այս տեսակ կենտրոնի։ Հույսով եմ, որ կհաջողենք եւ կունենանք Լիբանանի թումոյի թումոմը։ Շնորհակալություն։